Փառք Հիսուսին։ Նորից մեծ ուրախություն է լինել ձեր մեջ։ Մեծ ուրախություն է ծառայել միակ Աստծուն։ Այս ճշմարտությունը, նրան ճանաչելու ճշմարտությունը մենք այն չհասկացանք յուրովի։ Մենք այն չհասկացանք մեր բնական տաղանդներով։ Այն մեզ չի հասկացնում մեր մարմինը, այն մեզ չի հասկացնում մեր շունչը և ոչ էլ մարդուց եղած մեր ծնունդը։ Այդ բոլորը մեզ համար լուսաբանել է Տերը, մեզ հասկացրել է Տերը։ Երբ 70 աշակերտները հեռացան, Տերը 12-ին ասաց, միթե դուք էլ եք ուզում գնաք։ Եվ Պետրոսն ասաց, որի մոտ գնանք, դու ունես հավիտենական կյանքի խոսքեր։ Եվ Տերն ասաց, ձեր 12-ին էլ եմ ես ընտրել։ Եվ դեռ տակավին ձեզանից մեկն էլ ինձ պիտի մատնի։ Այստեղ մենք եկել ենք Տիրոջ ընտրությունով, Տիրոջ ողորմությունով, Տիրոջ շնորհքով։ Նա է մեզ ընտրել, նա է մեզ ողորմել, նա է մեզ հասկացրել, նա է մեր մեռած հոգին կենդանացրել Հիսուսի հարությունով, որ մենք կարողանանք Աստծուն պաշտենք ճշմարտությամբ և հոգու մեջ։ Նա ամեն բանին կյանք տվողն է, սիրելիներ։ Իմ աղոթքն է, որ մեզանից ամեն մեկս հասկանանք, թե ինչքան ենք մենք կապված, ինչքան ենք մենք կախված այս Աստծուց։ Չկա 0.1 որևէ տոկոս, որ մենք նրանից անկախ լինենք։ Մենք 100-ից 100 կախված ենք նրանից։ Այս առավոտ մենք նրանով վեր կացանք։ Այս առավոտ մենք նրանով եկել ենք այստեղ։ Այս առավոտ մենք շնչում ենք, մեր սիրտը բաբախում է, և դա նրանով է։ Մենք նրանով ենք, նրանից ենք և նրա համար ենք։ Եկեք նրան զիջենք ամեն ինչ, զիջենք նրան, վստահենք նրան։ Եթե մեր սրտի մեջ էլի տեղ կա տալու, տանք միայն նրան, ընծայվենք միայն նրան, հանձնվենք միայն նրան։ Նա պատճառն է ամեն բանի, նա պատճառն է, ամեն գոյության պատճառը, թե երևացողների, թե չերևացողների գոյության պատճառը նա է, նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Տուր նրան քո մեծարանքը։ Այս բոլոր մեծարանքները քոնն է, քեզ է պատկանում, քեզ ենք մեծարում, քեզ ենք մեծարում, քեզ ենք մեծարում, քեզ ենք փառաբանում, օրհնյալ լինես։ Հիսուս, միաբանվենք իրար հետ, Հիսուս, 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 կանչիր այդ անունը, Հիսուս, Հիսուս,
Բարձրացնենք մեր ձեռքերը եւ կանչենք այդ անունը Մեկ անուն կա երկրի վրա որ փրկում է մեզ վեր է այն և շատ հզոր Տեր Հիսուս Քրիստոս է նա մեկ անուն կա երկրի վրա որ փրկում է մեզ վեր է այն և շատ հզոր վեր է այն և շատ հզոր Տեր Հիսուս Քրիստոս է նա Բոլորս բարձր իրար հետ Հիսուս Հալելույա Արևից ներքև մարդկանց մեջ ուրիշ անուն չկա, որով լինի փրկություն Միայն մեկ անուն և այդ անունը Հիսուս Քրիստոս է Մենք պաշտում ենք քեզ Հիսուս Մենք մեծարում ենք քեզ Հիսուս Մենք փառաբանում ենք քեզ Հիսուս Գալիս է նա մեզ տանի վեր Սուրբ Երուսաղեմ Մենք սպասում ենք քեզ Հիսուս մեր փրկիչ եւ արարիչ Գալիս է նա Գալիս է նա մեզ տանի վեր Նոր Երուսաղեմ Մենք սպասում ենք, ասենք Մենք սպասում ենք քեզ Հիսուս մեր փրկիչ եւ արարիչ Հավատքով դուր այս անունը, հավատքով Հիսուս Հալելույա Իրար հետ Հիսուս Սրահում եղողներ ձեր ձայնը լսեն Քո բոլոր պատասխանները այդ անունի մեջ է
աշխարհի մարդկության պատասխանը այս անունի մեջ է։ Արևից ներքև ուրիշ անուն չկա, որի մեջ մարդիկ գտնեն պատասխան։ Մի անուն կա տրված մարդկանց մեջ, մի անուն։ Այդ անունը Հիսուս է։ Քո դեմ բարձրացած ամեն լեռ այդ անունի տակ պիտի քանդվի։ Քո վրա եկած ամեն անեծք, ամեն հիվանդություն այս անունի առաջ պիտի ծուն կրկնի։ Ամեն զորություն պիտի փչանա, ամեն տերություն պիտի նրան ծնրադրի։ Այս անունը ինքնակոչ չէ, շատ ինքնակոչ անուններ կան։ Այս անունը ինքը իրեն չի մեծարել, այս անունին Հայր Աստվածն է մեծարել։ Բարձրացնենք մեր ձեռքերը ու միասին ասենք Հիսուս Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան։ Ամեն Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան։ Համարձակ ասա Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան։ Ես մտնում եմ սրբարանը քո և պաշտում եմ միայն իմ Աստծուն։ Ով ունեմ երկնքում երկրի վրա քեզանից բացի ոչինչ չեմ ուզում։ Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան։ Ամեն Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան։ Ես մտնում եմ սրբարանը քո և պաշտում եմ միայն իմ Աստծուն։ Ով ունեմ երկնքում երկրի վրա քեզանից բացի ոչինչ չեմ ուզում։ Ես մտնում եմ սրբարանը քո և պաշտում եմ միայն իմ Աստծուն։ Ով ունեմ երկնքում
Քեզանից բացի ոչինչ չեմ ուզում Տերն է իմ բաժինը Տերն է իմ բաժինը ամեն Տերն է իմ բաժինը Տերն է իմ բաժինը հավիտյան Հալելույա Տերն է իմ բաժինը Տերն է իմ բաժինը Տերն է իմ բաժինը հավիտյան Տերն է իմ բաժինը հավիտյան Տերն է իմ բաժինը Եթե չեմ սխալվում առակած գրքում ասում է մարդիկ կան, որոնց ժառանգությունը այս երկրի վրա է Նրանք ժառանգություն ունեն Հենց այս երկրի մեջ շատ հարուստ մարդիկ կան Եվ միգուցե մենք նայենք նրանց ու նախանձենք նրանց ու մտածենք երանի ես լինեի Լսեք Բարձրյալն ասում է նրանց ժառանգությունը այս երկրի վրա է Ընդամենը կվերցվի նրանց այս մարմինը եւ այդ ժառանգությունը էլ իրենցը չի Մայքլ Ջաքսոնը աշխարհում ամենաճանաչված ամենահարուստ վերցվեց մարմինը իր տեղը իրեն չի ճանաչում Բայց Աստված այս բազմամիլիարդ մարդկության մեջ ընտրեց, որ ես եւ դու լինենք Տիրոջ ժառանգությունը, ունենանք, այո ամեն, լսեք ասեմ ձեզ բարձրյալի խոսքը, մահն էլ ձեր ժառանգությունը ձեզանից չի վերցնի Ձեր ժառանգությունը, մեր ժառանգությունը հավիտենական ու մնայուն ժառանգություն է Սա ես չեմ ասում, որովհետև ես այդպես եմ մտածում Սա ասում եմ նա, որի կարծիքը, որի խոսքը, որի միտքը բարձր է ամենաբարձր Բարձրյալն է ասում Ես քեզ անունով ճանաչեցի Կողքինիդ ասա, շրջվիր կողքինիդ ու ասա Տերը քեզ քո մոր որովայնից անունով ճանաչել է Հալելույա Տերը քեզ ճանաչել է Ասում է քեզ անունով ճանաչեցի եւ քեզ անունով կանչեցի Ջրերի մեջ գնաս քո հետ եմ Կրակի մեջ գնաս քո հետ եմ Շատ գետերի հորձանքներ բարձրանան քո վրա Ես քո հետ եմ Հալելույա Խաչին մոտ Ծակեց լույս առավոտ Ես գտա մեղքերից թողություն ու քո քաղցր նայված կյանքերից պարգևած արդ քեզանով էին բերկրություն խաչի մոտ Ծակեց լույս առավոտ Ես գտա մեղքերից թողություն ու քո քաղցր նայված կյանքերից պարգևած քեզանով էին բերկրություն
երբ սերս պաղել էր ու բերս ծանր էր մեղքի խավարում էի կապվել անկա այն ժամանակ խաչյալի ոտքի տակ այնտեղից էլ իմ վրաս լույս ծագեց խաչի մոտ ծագեց լույս առավոտ ես հետա մեղքերից քո ուսուցում ու քո քաղցր նայված կյանքերից պարգևած արդ քեզանով էի բերկրություն խաչի մոտ ծագեց լույս առավոտ ես գտա մեղքերից թողություն ու քո քաղցր նայված կյանքերից պարգևած արդ քեզանով էի բերկրություն Պարգես Տեր Հիսուս Մինչ հոգով կույր էի ինձ անմեղ կարծեցի չէի վախենում մահվան գետից անկա այն ժամանակ խաչյալի ոտքի տակ այնտեղից էլ իմ վրաս լույս ծագեց խաչի մոտ ծագեց լույս առավոտ ես գտա մեղքերից թողություն ու քո քաղցր նայված կյանքերից պարգևած արդ քեզանով էի բերկրություն խաչի մոտ ծագեց լույս առավոտ ես գտա մեղքերից թողություն ու քո քաղցր նայված կյանքերից պարգևած արդ քեզանով էի բերկրություն խաչի մոտ ծագեց լույս առավոտ ես գտա մեղքերից թողություն ու քո քաղցր նայված կյանքերից պարգևած արդ քեզանով էի բերկրություն խաչի մոտ Ես լույս առավոտ ես գտա մեղքերից թողություն ու քո քաղցր նայված կյանքերից պարգևած արդ քեզանով էի
արդ քեզանով էի բերկրություն արդ քեզանով էի բերկրություն Համեցեք նստեք Տեր օրհնի ձեզ բոլորիդ Հավատքի կյանքը, հավատքի ընթացքը մի ճանապարհ է, որի մեջ մենք հասնում ենք մի տեղի, հասնում ենք մի հասակի, որ Տերը մեզ համար դառնում է ամեն բան։ Մենք չենք կարող պատկերացնենք մեր օրը առանց Տիրոջ։ Գիտեք, կարող է այս ասածս գրայինին հակասի, որտեղ Պողոսն ասում է, եթե միայն այս կյանքի համար ենք հուսացած, բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք, բայց մի բան իմ ներսում ասում է, որ եթե միայն այս կյանքի համար էլ որոշված լիներ Աստծուն պաշտել, արժեր Աստծուն պաշտել։ Ես 25 տարեկան էի, երբ դարձա Տիրոջը, անցել է 31 տարի, բայց մի օր իմ մեջ ես զեղչ չեմ ապրել, որ պաշտում եմ Տիրոջը։ Միակ զեղչս այդ տարիների թույլ տված իմ սխալներն են։ Իսկ մնացած ամեն բանի մեջ ես ինձ համարում եմ օրհնյալ մարդ, որ Տերը գտավ, Տերը ողորմեց, Տերը բերեց, Տերը քաշեց և Տերը մեզ փրկեց։ Ամեն։ Քեզանից բացի հավիտյան կյանքի խոսքեր ունես դու ես հավատացի և իմացա թե դու ես փրկիչս և արարիչս մեկ բան կխնդրեմ մեկ բան կաղերսեմ որ կյանքիս բոլոր օրերում քո տանդ մեջ բնակվեմ մեկ բան կխնդրեմ մեկ բան կաղերսեմ որ կյանքիս բոլոր օրերում քո տանդ մեջ բնակվեմ դու իմ կյանքի միակ ապավ եմ դու իմ կյանքի միակ հույս ուզում եմ Տեր հավետ բնակվեմ Քեզ մոտ աչքերիս լույս դու իմ կյանքի միակ ապավ եմ Հիսուս կյանքիս միակ հույս ուզում եմ Տեր հավետ բնակվեմ Քեզ մոտ աչքերիս լույս Հոգիս է տանջվում, սիրտս արտասվում, հեռու քո տանից, շատ հեռու դրսում, հոգիս է տանջվում, սիրտս արտասվում, հեռու քո տանից, շատ հեռու դրսում
լսում մեկ բան կխնդրեմ, մեկ բան կաղեր ասեմ Որ կյանքիս բոլոր օրերում քո տանդ մեջ բնակվեմ Մեկ բան կխնդրեմ, մեկ բան կաղեր ասեմ Որ կյանքիս բոլոր օրերում քո տանդ մեջ բնակվեմ Դու իմ կյանքի միակ ապավեմ Դու իմ կյանքի միակ հույս Ուզում եմ Տեր հավետ բնակվեմ Քեզ մոտ աչքերիս լույս Դու իմ կյանքի միակ ապավեմ Հիսուս կյանքիս միակ հույս Ուզում եմ Տեր հավետ բնակվեմ Քեզ մոտ աչքերիս լույս Դու իմ կյանքի միակ Ամեն Շատ լավ է Այո ամեն Դու իմ կյանքի Դա էր ուզում Դավիթը Դա ենք ուզում ենք բոլորս Դու իմ կյանքի միակ ապավեն Դու իմ կյանքի միակ հույս Ուզում եմ Տեր հավետ բնակվեմ Քեզ մոտ աչքերիս լույս Դու իմ կյանքի միակ ապավեմ Հիսուս կյանքիս միակ հույս Ուզում եմ Տեր հավետ բնակվեմ Քեզ մոտ աչքերիս լույս Քեզ մոտ աչքերիս լույս Քեզ մոտ աչքերիս լույս Իր բոլոր հարստության եւ իր բոլոր ունեցվածքի մեջ ժամանակի ամենահարուստ ժամանակի ամենաազդեցիկ ժամանակի ամենափառավոր որի մասին Սաղմոսն ասում է Սաղմոսի մեջ Դավիթն ասում է երբ իմ թշնամիները լսում են իմ անունը գալիս են ու ծառայում են ինձ այսքան ազդեցիկ մարդու խոսքերով էր գրված այս երգը, որ երգեցինք։ Տերից մեկ բան եմ խնդրում եւ շատ եմ ուզում, որ դա լինի իմ համար, որ կյանքիս բոլոր օրերի մեջ Տիրոջը տանը մեջ բնակվեմ եւ նրա երեսի լույսը տեսնեմ։ Հաջորդ երգը հատուկ երգում ենք մեր Սուսան քրոջ պատվերով եւ մեր Սուսան քրոջ խաթեր եւ մեր Սուսան քրոջ անունի համար Թեկուստակար կերևնամ ես Կամ խեղճտակետ մարդմը վերջին Կամ մոլորված ասեն ինձին Սուծրուցեն իմ հասցեին Բայց ես պիտի պատմեմ Օրտնեմ սրդ երկեմ Չկա սուծ բացի Կյանքորդնություն լավ իմացիր Կյանքորդնություն լավ իմացիր Բայց ես պիտի պատմեմ Օրտնեմ սրդ երկեմ Չկա սուծ բացի Կյանքորդնություն լավ իմացիր Կյանքորդնություն լավ իմացիր
Նեղ և նեղվածք ճամփա եսա Ճամփի վերջին Տերս տեսա Մեմ խոսեցավ ասավ ինձի Քո փոխարեն չարչարվեցա Օգնիր քեզի սիրել Օրտնեմ սերդ երկել Չկասուց բացի Կյանքորտնություն լավ իմացի Կյանքորտնություն լավ իմացի Օգնիր քեզի սիրել Օրտնեմ սերդ երկել Չկասուց բացի Կյանքորտնություն լավ իմացի Կյանքորտնություն լավ իմացի Saçere civanın nare Rumane careni nare Açka he civani nare Humane şaceri nare Açkele civani nare Rumane raceri nare Açke he civani nare Rumane raceri Jaye jivan nira rahe aaj ka hai jivan nija rahe romane si jahe jave nira re romane saje hi jivan nira re oknir kezi sire oknem serat yerke chekasut spatsi Կյանքորտնություն լավ իմացի Կյանքորտնություն լավ իմացի Օգնիր քեզի սիրել Օրտնեմ սերդ երկել Չկասուց բացի Կյանքորտնություն լավ իմացի Կյանքորտնություն լավ իմացի Կյանքորտնություն լավ իմացի Կյանքորտնություն լավ իմացի Հալելույա, հալելույա, հալելույա Փառքես Տեր Հիսուս Քանիսդ գիտեք ոչ մի բանի կարոտություն չքաշելու գաղտնիքը Հա, ոչ մեկ չգիտեք Ես բանի մը կարոտություն չեմ քաշի, ասում է Դավիթը, որովհետև Տերը իմ հովիվս է Ալելույա Մարդիկ միլիոնի վրա միլիոն են ավելացնում ու էլի տեսնում են, որ կարոտություն ունեն ունենում են շատ ինչքեր
բայց կարոտություն ունեն։ Բայց ինչպես քիչ առաջ ասի, իր ժամանակի մեջ ամենահարուստ մարդը ասում էր. ես բանի կարոտություն չեմ ունենա, որովհետև Տերը իմ հովիվս է։ Հայաստան, դու անտեր չես։ Էմանուել եկեղեցի եւ եկեղեցիներ, դուք անտեր չեք։ Ձեր հովիվի անունը մեռյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոս է։ Նա կենթանի է մինչև հավիտյան։ Հովիվս է, ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ, կարիք չունենամ, կարիք պիտի չունենամ, կարիք չունենամ։ Նայր խոտավետ արոտ մերուն մեջ հանդար ջուրերուն սիսկարաչ նորթե նայր խոտավետ արոտ մերուն մեջ հանդար ջուրերուն սիսկարաչ նորթե հովիվս է, հոգիս կնորոք է, իր անվանու փառքի համար նազիս կպահ է, իր անվանու փառքի համար նազիս կպահ է, թեև մահվան շուքից օրի մեջ շրջեմ Չարեմ չեմ վախենա, ձգձի դու ինձ հետ ես, թեև մահվան շուքից օրի մեջ շրջեմ ես, չարեմ չեմ վախենա, դեր դու ինձ հետ ես, չարեմ չեմ վախենա, Չարեմ չեմ վախենար, դեր դու ինձ հետ ես, Չարեմ չեմ վախենար, դեր դու ինձ հետ ես Օրհնվի անունդ, օրհնվի անունդ Օրհնվի անունդ Պիտի խնդրեմ այս երգը ոտքի վրա երգենք, ովքեր որ կարողություն ունեն ոտքի վրա կանգնեն Փակենք մեր աչքերը նրա փառավոր ներկայությունը կա այս վայրի մեջ Աշտում ենք քեզ Աշտում ենք քեզ
մեր բոլոր աղբյուրները քեզանից է, մենք պաշտում ենք քեզ, մեր բոլոր աղբյուրները քեզանից է, դու մեր միջոցն ես, Օ ինչ հրաշք մեծություն ես, ինչ փառավոր օծություն ես, քեզի նայեմ, քեզի հոսամ, իմ Հիսուս, օ ինչ հրաշք մեծություն ես, ինչ փառավոր օծություն ես, քեզի նայեմ, քեզի հոսամ, իմ Հիսուս, ձայնդ վերցրու, ձայնդ վերցրու, ձայնդ վերցրու, իմ եղբայր և իմ քույր, ձայնդ վերցրու, Տերը օրհն է, ձայնդ վերցրու, անորորդ է, ձայնդ վերցրու, իմ եղբայր սիրելիս, եկ միասին Տերը պաշտենք, եկ միասին Տերը գովենք, եկ միասին մտնենք անոր սրբարան, եկ միասին Եկ միասին մտնենք անոր սրբարան, ձայնդ վերցրու, Տերը օրհն է, ձայնդ վերցրու, անորորդ է, ձայնդ վերցրու, իմ եղբայր և իմ քույր, ձայնդ վերցրու, ձայնդ վերցրու, Տերը օրհն է, ձայնդ վերցրու, անորորդ է, ձայնդ վերցրու, իմ եղբայր և իմ քույր։ Մենք քեզ մեծարում ենք, մենք քեզ մեծարում ենք, մենք քեզ մեծարում ենք, մեր կյանք, մեր Հիսուս, մեր փառավոր Տեր, փառք ես Տեր Հիսուս, փառք ես Տեր Հիսուս։ Եկ միասին Տերը պաշտենք, եկ միասին Տերը գովենք, եկ միասին մտնենք անոր սրբարան, եկ միասին Տերը պաշտենք, եկ միասին Տերը գովենք, եկ միասին մտնենք անոր սրբարան, ձայնդ վերցրու, Տերը օրհն է, ձայնդ վերցրու, անորորդ է, ձայնդ վերցրու, իմ եղբայր և իմ քույր, ձայնդ վերցրու, Տերը օրհն է, ձայնդ վերցրու, անորորդ է, ձայնդ վերցրու, իմ եղբայր և իմ քույր, մեծարենք Տիրոջ անունը, մեր ձայնը վերցնենք, օրհնենք Տիրոջ անունը, մեծարեք նրան, անկախ իրավիճակներից, անկախ ինչերով եք դուք անցնում, մեծարեք Տիրոջը, մեծարեք Տիրոջը, Տիրոջ ժողովուրդ, Տիրոջ մարմին, մեծարիր Տիրոջ անունը, հալելույա։ Օ ինչ հրաշք մեծություն ես, հրաշք մեծություն ես, ինչ փառավոր օծություն ես, քեզի նայեմ, քեզի հուսամ, իմ Հիսուս, օ ինչ հրաշք մեծություն ես, ինչ փառավոր
օծություն ես քեզի նայեմ քեզի հուսամ իմ Հիսուս ձայնդ վերցրու ձայնդ վերցրու իմ եղբայր եւ իմ քույր ձայնդ վերցրու ձայնդ վերցրու իմ եղբայր սիրելիս ձայնդ վերցրու իմ եղբայր սիրելիս ձայնդ վերցրու իմ եղբայր եւ իմ Հիմա եկենք մեր կարողության չափով բարձրաձայն օրհնենք Տիրոջ անունը։ Օրհնիր Տիրոջ անունը։ Օրհնիր Տերը, ով իմ անձս։ Պարքես, համեցեք նստեք։ Իմ նեղությանս մեջ կանչեցի քեզ իմ Եվ դեպի իմ Աստծուն աղաղակ բարձրացրի Փրկիր իմ անձդ արյուծի բերանի Դու իմ զորությունն ես ինձ օգնության շտապիր իմ նեղությանս մեջ իմ նեղությանս մեջ կանչեցի քեզ ով Տեր կանչեցի քեզ ով Տեր Եվ դեպի իմ Աստծուն, և դեպի իմ Աստծուն աղաղակ բարձրացրի Փրկիր իմ անձը Տեր Փրկիր իմ անձը Տեր Արյուծի բերանից Դու իմ զորությունն ես Դու իմ զորությունն ես Ինձ օգնության շտապիր Ինձ օգնության շտապիր Եվ Տեր լսեց իմ ձայնը իր տաճարից Եվ իմ աղաղակը նրա առջև հասավ Երկիրն թողած իր ձայնից Տերն որոտաց Բարձրյան ինձ լայն արձակ տեղի վրա դրավ Եվ Տեր լսեց Եվ իմ աղաղակը նրա առջև հասավ Երկիրն
թողած երկիր դողած իր շարժումից Տեր որոտած Բարձրան ինձ լայն արձակ տեղի վրա դրած Իմ նեղությանս մեջ կանչեցի քեզով Տեր և դեպի իմ Աստծուն աղաղակ բարձրացրի Փրկիր իմ անձը Տեր, փրկիր իմ անձը Տեր, արյուծի բերանից, արյուծի բերանից, դու իմ զորությունն ես, դու իմ զորությունն ես ինձ օգնության շտապիր, ինձ օգնության շտապիր Եվ Տեր լսեց իմ ձայնը իր տաճարից Եվ իմ աղաղակը նրա առջև հասավ Երկիր դողած իր ձայնից Տեր որոտած Բարձրան ինձ լայն արձակ տեղի վրա դրավ Լսեց Տեր լսեց իմ ձայնը իր տաճարից Եվ իմ աղաղակը նրա առջև հասավ Երկիր դողած իր շարժումից Տեր որոտած Բարձրան ինձ լայն արձակ տեղի վրա Պաշտում եմ անունդ քո Պաշտում եմ անունը քո Պաշտում եմ անունը քո Քո ժողովուրդը քեզ է պաշտում Օ սպիտակաթոռի վրա նստող Քեզ ենք պաշտում Քո աչում նստած գառնուկին ենք պաշտում Օ մեծության Աստված օրհնում ենք անունդ մեծության Աստված օրհնում ենք քեզ օրհնում ենք քեզ մեծարում ենք անունդ մեծարում ենք անունդ մեծարում ենք քեզ Փառքասում խոնարհվում ենք քո առջև Տեր քո հրաշալի ներկայության մեջ եւ ուզում ենք շարունակել երկրպագել քեզ մեծարել ու տալ քեզ արժանին մենք դա երբեք չենք կարող բայց այսօր փորձում ենք հաճեցնել քո սիրտը այսօր փորձում ենք գալ քո առաջ երգով եւ նայել բերել մեր ընծաները քեզ ու քո սիրտը ուրախացնել որ մենք քեզ սիրում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն Փառք Տիրոջը Փառք Աստծուն այս հրաշալի օրվա համար որ հավաքվել ենք Տիրոջը պաշտելու Հավատացեք սիրտը շատ ուրախ է լինելու այստեղ լինելու Տիրոջ տան մեջ եւ օրհնելու նրա սուրբ անունը Փառք Աստծուն Պիտի շարունակենք երկրպագել նրան Երբ որ
մի ժամանակ ինձ հարցնում էին ինչ էր երկրպագություն, ես ասում էի, երբ որ մենք դանդաղ երգ ենք երգում, դա երկրպագություն է։ Բայց թույլ տվեք այսօր ուրիշ կերպ ասել այն հայտնությունը, որ ստացա Տերից, երկրպագությունը արժեքավորում է մատուցածը։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որովհետև ինչ մենք բերում ենք Տիրոջ առաջ, մենք պիտի այն երկրպագելով մատուցենք նրան։ Երգը ինքն իրենից ոչինչ է, բայց մարդը երբ որ երգը երկրպագությամբ է մատուցում, երգը արժեք է ստանում։ Աղոթքն ինքն իրենից ոչինչ է, երբ որ մենք նայում ենք, ես նայում եմ իմ աղոթքին, ես ուզվորից ոչինչ բանի չեմ տարբերվում։ Բայց երբ որ ես ծնկում եմ նրա առջև ու երկրպագելով եմ իմ աղոթքը բարձրացնում, ես հասկանում եմ աղոթքը հասավ։ Նույն կերպ զոհը Աստծո ժողովուրդ։ Շատերը ասում են ես ընծա եմ գցում, ոչ, մենք ընծա չենք գցում, մենք երկրպագելով ընծայում ենք նրան։ Սա շատ կարևոր է, որ մեզանից ամեն մեկը հասկանա եւ այսպես վարվի նրա հետ, որովհետեւ նա ավելին արեց մեզ համար։ Դրա համար զոհաբերությունը սա հասկացողություն է, որ մարդը հասնում է սրան եւ սկսում է Աստծո հետ ապրել հենց այս մակարդակի մեջ։ Ես ոչինչ բան չեմ խնայելու, որ քո արքայությունը մեծանա։ Օրհնյալ է Տիրոջ անունը։ Ղուկաս 12-րդ գլխի 13-րդ խոսքից ասում է, որ մեկը մոտեցավ նրան եւ ասեց. «Վարդապետ, իմ եղբորը ասա, թող ժառանգությունը իմ հետ կիսի»։ Եվ հետաքրքիր էր Հիսուսի պատասխանը. «Ով մարդ, ով է ինձ քեզ վրա դատավոր դրել, կամ ով է ինձ իշխանություն տվել, որ ես բաժանեմ ձեր մեջ ժառանգությունը։ Ժառանգությունը ունի Տեր, եւ նա կամք ունի այդ ժառանգությունը իր եղբոր հետ կիսելու»։ Մեզանից ամեն մեկը հնարավորություն ունի։ Կապ չունի ինչպիսին է, ինչ չափ է այդ հնարավորությունը, բայց Աստված ոչ մի անգամ քեզ չի բռնացել եւ ասել ընծայիր սա կամ ընծայիր նա։ Այստեղ էլ Հիսուսը ցույց է տալիս, որ եթե ես քեզ կամք եմ տվել, այդ կամքի հետ նաև տվել եմ միտք եւ հասկացողություն, որ դու վարվես քո եղբոր հետ, որ դու վարվես քո Աստծո հետ։ Եվ սա շատ կարևոր է, որ ամենքս հասկանանք։ Աստծո խոսքը չի ասում Աստված բացեց քո դուռը, Աստծո խոսքն ասում է Աստված թակում է քո սրտի դուռը։ Աստծո խոսքը չի ասում, որ Աստված բռնատեր Աստված է, Աստծո խոսքն ասում է, որ Հիսուս Քրիստոս իրավունքի Աստված է։ Նա ամեն մեկիս իրավունք է տվել եւ այդ իրավունքով է կանգնած քո առաջ։ Մի անգամ ես կանգնած էի մեր եկեղեցում, ընծայի դույլերը դրված են բեմի առաջ եւ ժողովուրդը գալիս են առաջ եւ իրենց ընծան մատուցում։ Ես կանգնած էի, փակել էի իմ աչքերը եւ օրհնում էի։ Ամեն մոտեցողին օրհնում էի, ասում էի Տեր օրհնիր նրա կյանքը, օրհնիր նրա աշխատանքը, օրհնիր նրա ֆինանսները։ Եվ հանկարծ մի ձայն իմ ներսում իմ ժողովրդի զոհի վրա վատ եւ լավ մի ասա։ Դու նայում ես զոհին, ես նայում եմ սրտին։ Հասկանում եք, իրավունքը Աստված տվել է մեզ, որ մենք Աստծո հետ վարվենք այնպես, ինչպես որ հասկանում ենք, ինչքան որ մեր խշմտանքը մեզ առաջնորդում է։ Դրա համար ուզում եմ նորից ասել զոհաբերությունը հասկացողություն է եւ ամեն մարդ իր հասկացողության կերպ է վարվում Աստծո հետ։ Բայց թույլ տվեք այսօր, որպես Տիրոջ ծառա եւ ձեր եղբայր, մի փոքր այս հարցով օգնեմ ձեզ։ Եվ Հիսուսը շարունակեց եւ ասեց. «Տեսեք, զգուշ կացեք ագահությունից, որ մարդի ստացվածքի առավելությունից չէ նրա կյանքը»։ Նրա կյանքը։ Այսինքն Հիսուսը խոսեց, եղբորը կարծես թե բան չասեց։ Եղբորը ոչ մի բան չասեց, բայց նա հասարակության մեջ եղբորը բան հասկացրեց։ Եթե դու բան ունես կիսելու, մի պահիր։
Մեզանից շատերը տարբեր պատճառներով կանգնում են Աստծո առաջ, կանգնում են եկեղեցու առաջ շատ պատճառներով։ Ես այս պատճառը ունեմ, որ չեմ գալի զոհաբերությամբ, ես այս պատճառը ունեմ, որ չեմ տալի իմ տասանորդը։ Հիսուսը ձեզանից ոչ մեկին բան չի ասում, բայց նա այսօր այստեղ ասում է. զգուշ կացեք ագահությունից, որովհետև ինչ որ դու դիզում ես, քեզ կյանք չի տալու։ Նա է կյանքը, ճշմարտությունը եւ ճանապարհը, նա է սկիզբը եւ վերջը, նա է ներկան եւ ապագան, նա է ալֆան եւ օմեգան։ Օրհնյալ լինի նրա սուրբ անունը։ Եվ շարունակության մեջ մի առակ էր ասում, մի մարդ կար, մեծահարուստ մարդ էր եւ այդ տարի մեծ բերքահավաք արեց։ Եվ այդ բերքահավաքը ուղղակի հավաքեց իր համար։ Նրանք, ովքեր հավաքում են, նրանց մեջ գալիս է այս միտքը. ով իմ անձս, կեր, խմիր եւ քեֆ արա, դու շատ տարիների եւ օրերի համար ունեցվածք ունես։ Եվ ասում է նա այսպես մտածեց. կքանդեմ ին հին անբարները եւ նոր մեծը կկառուցեմ։ Եվ Աստված նրան ասեց. անմիտ։ Գիտեք ինչու անմիտ։ Որովհետև նա դադարեց ցանելուց եւ ավելին։ Թույլ տվեք այսօր, որպես երիտասարդ իմ երիտասարդ ընկերներին ասեմ. մի լայնացրեք ձեր ամբարները, լայնացրեք երկնքի արքայությունը։ Սիրելի երիտասարդ ընկերս, սիրելի հարազատս, քույրս ու եղբայրս, մի լայնացրու քո ամբարները։ Ես ասում եմ, դրա մեջ երջանկություն չկա։ Ես ինքս քրտինքով աշխատում եմ ու երբ որ բերում եմ իմ տասանորդը դնում եմ Տիրոջ տան մեջ, իմ ձեռքը բարձրացնում եմ նրան եւ ասում եմ. ես քեզանից ոչինչ չեմ ուզում, ես ուզում եմ դու ուրախ լինես ինձանով։ Մի լայնացրեք ձեր ամբարները, թող երկնքի արքայությունը քեզանով լայնանա, որ դու կարող լինես ասելու, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, թող քո կամքը լինի, թող քո կամքը լինի իմ կյանքում, թող քո կամքը լինի իմ ընտանիքում, որովհետև ես ապրում եմ, որ քո փառքը պատմեմ, ես ապրում եմ, որ քո սիրտը ինձանով ուրախ լինի։ Երկրպագությունը արժեքավոր է անում զոհը։ Այսօր երկրպագիր Տիրոջը, երբ որ կվերցնես քո ընծան քո ձեռքերի մեջ, երկրպագելով նրան, օրհնելով նրա սուրբ անունը, ընծայիր եւ ասա. ես քեզանից ոչինչ չեմ ուզում, ես ուզում եմ օրհնել սուրբ ու պատվական անունդ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր եւ փառավոր անունով, ամեն։ Դու տվել ես ինձ այնքան շատ, գոհ եմ քեզանից, և բառերն իմ քիչ են շատ, որ երգեմ սեր
Իմ ամբողջ հոգով սրտով իմ Տերը ծայվում եմ քեզ դու ես Տեր կարիքը իմ ասա նրան դու ես Տեր կարիքը իմ դու ես Տեր կարիքը իմ օրհնում եմ քեզ օրհնում եմ Տեր անունդ սուրբ օրհնում եմ Տեր անունդ սուրբ դու տվել ես ինձ այնքան շատ գոհ եմ քեզանից եւ բարեն իմ քիչ է շատ որ երկեմ սերը իմ ամբողջ հոգով սրտով իմ Տերը ծայվում եմ քեզ դու ես Տեր կարիքը իմ դու ես Տեր կարիքը իմ դու ես Տեր կարիքը իմ օրհնում եմ քեզ դու տվել ես ինձ այնքան շատ գոհ եմ քեզանից եւ բարեն իմ քիչ է շատ որ երկեմ սերը իմ ամբողջ հոգով սրտով իմ Տերը ծայվում եմ քեզ դու ես Տեր կարիքը իմ դու ես Տեր կարիքը իմ դու ես Տեր կարիքը իմ օրհնում եմ քեզ օրհնում եմ քեզ օրհնում եմ քեզ Կարող ենք միասին ասենք դու ես Տեր կարիքը իմ բարձր դու ես Տեր կարիքը իմ դու ես Տեր կարիքը իմ օրհնում եմ Սատանան հոբին ասաց, հոբի համար, տիրոջը ասաց, դու հոգացել ես նրա բոլոր կարիքները, դրա համար նա պաշտում է քեզ։ Ես գիտեմ, այստեղ շատերդ անցնում եք շատ կարիքներով ու դժվարություններով, բայց դուք տրորում եք սատանայի գլուխը, երբ ձեր բոլոր կարիքներով հանդերձ, ոչ թե դուք,
անվանում եք ձեր կարիքի անունը, այլ անվանում եք նրա անունը, որ կարող է հոգա ձեր բոլոր կարիքները։ Հալելույա։ Հալելույա, փառքես։ Համեցեք նստեք, Տերը օրհնի ձեզ շատ։ Անչափ շնորհակալ եք։ Կարող ենք Տիրոջը փառք տանք մեր Մերուժան Մարգարյանի համար, մեր Գրիգոր Պետրոսյանի համար, մեր Վարդանի համար, Հակոբի համար, մեր Արմենի համար, Հովսեփի համար։ Փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Մինչև նստեք մի բան պիտի անենք միասին։ Տիրոջ խոսքն ասում է թող երգիչները եւ երաժիշտները ասեն. Իմ բոլոր աղբյուրները Տիրոջից է։ Եվ միայն երգիչներն ու երաժիշտները թող չասեն։ Բոլորս միասին ասենք. Իմ բոլոր աղբյուրները Տիրոջից է։ Ամեն, հալելույա։ Ամեն եւ հալելույա։ Օրհնվի Տերը։ Համեցեք նստեք, Տերը շատ օրհնի։ Սիրներ, մի շատ օրհնյալ Աստծո մարդ կա Ռենհարդ Բոնկե։ Ինքը ասում է ավետարանիչները տալիս են ամենապարզ պատգամները։ Ես հովություն եմ առնում արդեն 15 տարի։ Դրանից առաջ բավական տարիներ հովություն եմ արել Չարենցավանի մեջ։ Բայց բոլոր ժամանակ ես իմ իրական կոչումը ճանաչում եմ ավետարանիչ։ Երբ ավետարանչական դաշտ կա, ես նման եմ ձկան, որը լողում է։ Ես սիրում եմ կանգնեմ հասարակության առաջ, որոնք չեն լսած նրա մասին, չեն ճանաչում նրա անունը։ Այս էֆեկտը եթե կարելի է մեկ կտրեք, հա, եղբայրներս։ Եվ այսօր էլ ես հավատացած եմ, որ այստեղ անձիկ կան, որ այդքան չգիտեն Տիրոջ մասին։ Եվ ուզում եմ մի կարճ ու պարզ պատգամ տամ ամեն մեկից հասանելի։ Միգուցե սա վերաբերվի նաև 20 տարվա հավատքի մարդուն, 30 տարվա հավատքի մարդուն։ Ով գիտի։ Հաճախ մեր կյանքի իրավիճակները մեզ այնքան են ծանրաբեռնում, որ մենք մեր հայացքը դարձնում ենք այն ճշմարտությունից, որը կոչվում է Աստվածաշունչ։ Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 11 խոսքում ասաց. աղոթեք եւ ասեք. տուր մեզ ամեն օր մեր օրական հացը։ Տուր մեզ այսօր մեր օրական հացը։ Եվ ես համոզված եմ, երբ ինքը դա ասաց, ինքը միայն ի նկատի չուներ այն կորստական հացը։ Մի հաց կա, որ կորստական է, որի համար հոգս ենք անում, տանջվում ենք, ծովից ցամաք ենք գնում, ուզում ենք ամենալավ կտորները ուտենք, ամենալավ, ամենահամեղ, քիմքին ամենահաճելի, բայց ես հավատացած եմ, նա այստեղ երբ ասում էր այդ հացի մասին, ինքը ի նկատի ուներ մի ծածուկ հաց, որը լուսավորված է միայն նրանց, ովքեր ճանաչում են իրեն։ Գիտեք, այս պատգամը միգուցե շատերիս մտածելակերպը Աստվածաշնչի հանդեպ փոխի։ Ես շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք ինձ ասում են, ես մարդիկ, որ ասում են անցնում եմ այսպիսի տկարություններով, դժվարություններով, մեղքին չեմ կարող հաղթեմ, տառապում եմ, ես ասում եմ Աստծո խոսքի հետ ինչպես է հարաբերությունդ։ Եվ շատերից լսում եմ այս պատասխանը. ես կարդում եմ։ Մեկը ինձ ասեց, հովիվ օրը քանի գլուխ կարդամ եւ որ գրքից կարդամ։ Ես ասի, դու մարմնով բնածին ծնված ես, չէ՞, այո։ Երբ դու ուտում ես, որևէ մեկին հարցում ես, ինչքան ուտեմ, որը ուտեմ, ասեց ոչ։ Ասի դրա համար Աստվածաշունչը ոչ թե կարդալու համար է, Աստվածաշունչը ուտելու համար է։ Աստվածաշունչի խոսքը ոչ թե սպիտակի վրա սև գիր է, այլ Աստվածաշունչը հաց է հանապազորյա, որ մեզ տալիս է կյանք ապրելու հավիտենապես։ Հիսուս բազմացրեց հացը
կերակրեց 5000 տղամարդ միայն։ Բայց հաստատ համոզված էի, եթե ամեն մի տղամարդ գար իր կնոջ հետում մի հատ երեխով, կլիներ 15000։ Հիսուսը այդ բոլորին կերակրեց եւ գրված է այդ կերակրելուց հետո մարդիկ ընկել էին ու փնտրում էին Հիսուսին։ Երբ գտան Հիսուսին, ապշած ասին. «Վարդապետ, դու երբ եկար այստեղ»։ Եվ Հիսուս նրանց ներսի վիճակը բացահայտեց։ Դուք ինձ չեք փնտրում, որովհետև հրաշք տեսաք։ Դուք ինձ փնտրում եք, որովհետև հացից կերակ ու կշտացաք։ Գնացեք ու գործեցեք, ոչ թե այն հացի համար, որ կորչում է, ապա այն հացի համար, որ մնում է հավիտենական կյանքի մեջ։ Այդ հացը սա է։ Այդ հացը այստեղ է։ Այդ հացը հասու է բոլոր քաղցածներին։ Փիլիպեցիների եկեղեցուն առաքյալը գովում է ինչի մեջ։ Կուզեմ ասել ու այդպես գովել Էմանուել եկեղեցին, այստեղ այսօր գտնվող եկեղեցին։ Ասում է անդադար Հոր Աստծո առաջ շնորհակալություն հայտնելով հիշում ենք եւ օրհնում ենք ձեր ավետարանին հաղորդ լինելու համար։ Դուք կարդում եք ավետարանը, թե հաղորդ եք ավետարանին։ Հիմա կասեք տարբերությունը ո՞րն է, ասեմ։ Դուք նստած եք աթոռին ամեն մեկը, բայց դուք հաղորդ չեք աթոռին, բայց ինձ հետ դուք հիմա հաղորդության մեջ եք։ Մենք իրերի հետ չենք հաղորդվում։ Մենք իրական գոյություն ունեցողների հետ ենք հաղորդվում։ Եվ մենք հիմա այստեղ չենք հաղորդվում։ Այս բարձրախոսը չի հաղորդվում։ Բարձրախոսի մեջ խոսողի հետ եք դուք հաղորդ։ Եվ միասին մենք հաղորդության մեջ ենք։ Եվ Աստվածաշունչը ուզում է, Աստվածաշունչը հասնում է մի տեղի, որին հետևող մարդիկ գալիս են եւ հանգում են մի եզրակացության։ Ես այլևս չեմ կարդում Աստվածաշունչը, ես հաղորդ եմ Աստվածաշունչին։ Ես չեմ կարդում Աստվածաշունչը, ես ուտում եմ Աստվածաշունչը։ Գիտեք, Օրինաց գրքում 8-րդ գլխում մի շատ զարմանալի բան էր ասում Աստված Իսրայելին։ Օրինաց 8-րդ գլուխ 2-րդ խոսքից, որպեսզի դու հիշես, որ քո Տեր Աստվածը քեզ այս 40 տարի առաջնորդեց անապատի մեջ, քեզ խոնարհեցրեց, քեզ փորձեց, որ իմանա քո սրտի մեջ եղածը, որ իմանա արդյոք դու կպահես իր պատվիրանները, թե ոչ։ Եվ այդպիսով ինքը քեզ խոնարհեցրեց եւ թույլ տվեց, որ դու քաղցած մնաս, եւ ինքը քեզ մանանայով կերակրեց, որի մասին ոչ դու գիտեիր եւ ոչ էլ քո հայրերը, որպեսզի ինքը կարողանա քեզ ցույց տա, հասկացնի, որ մարդը չի ապրում միայն հացով, մարդը ապրում է Աստծո բերանից ելած ամեն մի խոսքով։ Սա Աստծո բերանից ելած խոսք է։ Ես մտածում եմ, որտեղից է առաջանում շատակերությունը։ Շատակերությունը առաջանում է ներքին անբավարարվածությունից։ Մարդը իրեն անբավարար է զգում եւ սկսում է շատ ուտել։ Միշտ ասում են, մարդիկ հաճախ, ես օրինակ երբ որ ստրեսի մեջ եմ, ախորժակս գնում է, բայց մարդիկ ասում են ստրեսի մեջ նստում եմ ու ուտում եմ։
տարբեր մարդու մոտ տարբեր է լինում։ Ես 2 օր ստրես տանեմ, մի քանի կիլոգրամ կպակասեմ, բայց մարդ կա կարող է ստրես տանի ու մի քանի կիլոգրամ ավելանա։ Եվ այս բոլոր պատճառները մի բանի պատճառով են։ Աստծո ժողովուրդ, եղբայրներ, քույրեր, դուք օրհնված եք։ Ուզում եմ կողքինիդ ասես, դու օրհնված ես։ Հիմա կասեմ, ինչու։ Գիտեք, խապված վիճակ է գնալ ամբողջ կյանքը, ապրել հացի համար եւ վերջում տեսնել, որ ես խապված եմ։ Վերջում տեսնել, որ այս իմ բոլոր վաստակը քամու համար էր։ Վերջում տեսնել, որ այս իմ բոլոր աշխատությունը ունայնություն էր եւ քամու աշխատանք։ Հասկանում եք։ Հասկանում եք ինչքան մարդիկ են գնացել, մտածելով, որ իրենք օրհնված սերունդ են։ Երկարակյացները իրենց համարում են օրհնված սերունդ։ Գիտեք ինչ է ասում Սաղմոսի մեջ։ Ասում է ամբարիշտը 100 տարեկան էլ դառնա, անեծքի տակ է։ Հիմա կան մարդիկ, որ 100-ը անցնում են ու իրենք համարում են, որ իրենք օրհնված են։ Տեսեք ինչ երկարակյաց եմ։ Եվ իրենց երեխաներն էլ ասում են, պապաս երկարակյաց էր, պապիկս երկարակյաց էր, ես հավատացած եմ, ես էլ եմ լինելու երկարակյաց։ Բայց այդ երկարակյացության մեջ Տիրոջ խոսքն ասում է, անեծք կա։ Սա խաբվածություն է։ Ես քիչ առաջ ասի կողքինիդ ասա, որ օրհնված մարդ ես դու, պատճառը մի բան, որ քեզ ու ինձ լուսավորվել է հասկանալու, որ մարդը միայն հացով չի ապրում, հապա մարդը ապրում է Աստծո բերանից ելած ամեն մի խոսքով։ Հաճախ մարդիկ մեծ տարիքում են կանչվում, տարբեր տարիքի մեջ Տերը կանչում է։ Մի օր եղբայրս գնելն էր ասում, եթե չեմ սխալվում գնելն էր, ասում էր, եթե կանչվել ես 70-ում, մի ասա Երանի կանչվեի 40-ում, թե Արարատն էր, վայ թե, մի խոսքով։ Հիշիր մի բան, նա կանչում է քեզ, երբ դու հոգնած ես, երբ դու բեռնավորված ես։ Խոսում էինք Ռուբիկ եղբոր հետ, ասում է, այն սխալները, որ երիտասարդության տարիներին էինք թույլ տալի, հիմա էլ չենք ուզում թույլ տալ։ Այն, որ այս բարձրախոսը կպած էր մեր սրտին, այս բեմահարթակը կպած էր մեր սրտին, այն Տիրոջը տրվելիք պատիվներից որոշները կարող էինք մենք գողանանք, այդ բոլորը գնացել է։ Մենք տեսել ենք մեր դատարկությունը, մենք տեսնում ենք մեր դատարկությունը, մենք տեսնում ենք մեր ունայնությունը, մենք տեսնում ենք մեր պարապ լինելը։ Եվ ես ասի, որոշներին Աստված երիտասարդ տարիքում է կանչում։ Ինձ եթե նա մի քիչ ուշ կանչեր, ամեն ինչ տանուլ տված էր, ամեն ինչ։ Այստեղ ունեմ հրաշալի կին, նստած իմ կինս, անունը Գոհար, ինքը անունը չի միայն Գոհար, ինքը ոտից գլուխ Գոհար է։ Իմ մոլուցքների մեջ, իմ ցանկությունների տարափի մեջ ես մտածում էի, այս կինը շատ լավ կին է, շատ լավ անձնավորություն է, բայց ես կին չեմ ուզում։ Ամուսնացել եմ, ասում եմ, ես կին չեմ ուզում, ես ուզում եմ ազաբ լինեմ, ես ուզում եմ պարապ լինեմ, ես ուզում եմ ոչ մեկին պատասխանատու չլինեմ, եւ երբ ես իմ սնոտի ու պիղծ ու անօրեն մտքերի վրայի ինչպես արձակվեմ այս կնոջից, այդ ժամանակ նա եկավ։ Իմ թորնիկները ինձ շատ են սիրում։ Մի հոգեկար ասում էր, հին հոգևոր մարդ էր Ռուբիկ եղբայր, ասում էր, թորներս ասում են, պապի, երբ պիտի մեռնես։ Իմ թորնիկները ինձ չեն ասում, երբ պիտի մեռնես։ Երբ զանգում եմ երեխաներիս հետ խոսում եմ, թորնիկները այնտեղից գոռում են, Grandpa, we missed you, այսինքն, պապիկ, մենք քեզ կարոտել ենք, երբ ես գալու, մենք քեզ կարոտել ենք։ Եվ նրանք ինձ չէին կարոտի այդ անօրեն օրերի մեջ։ Ես հիշում եմ, մեզ մի բարեկամ ունեինք, շատ հայոյող մարդ էր, ու ատամները բոլորը թափվել էր Ռուբիկ եղբայր։
Թորնիկը մի օր ինչ ասի պապին, ասի պապ, գիտես ինչի այդ ատամները թափել, ասում է հա, այնքան հայոյեցիր ատամները բոլորը թափվեցին։ Մենք կարող ենք այսպես անարգ լինեինք, կարող ենք այսպես ամպատիվ լինեինք։ Ես իմ մասին եմ ասում, ես որ ընտանիք ունեմ, ես որ կին ունեմ, ես որ թոռներ ունեմ, ես որ սերունդ ունեմ, ես պարտական եմ միայն նրան։ Նա է արել այդ բոլորը, նա է պատճառը այդ բոլորի։ Գրիգոր եղբոր այդ մենք աշխարհիկում այդքան մտերիմ չենք եղել, թեկուզ նույն քաղաքից ենք եղել։ Մի օր ընդամենը իր այդ ֆուտբոլ ենք խաղացել, հետո ասում է, այ տղա դու այնքան հայոյեցիր, ասում է, Ելստան չտենամ այ մարդ, այսքան կեղտոտ բերան մարդ կլինի, որ էսի է։ Բայց այս հացը հանապազորյա մաքրեց մեր լեզուն, սրբեց մեր մտածմունքը, սրբացրեց մեզ, այն մեզ դարձրեց պատվի անոթ։ Այսօր ես լավ գիտեմ, երբ ինձ տալիս են պատիվ, ես գիտեմ, որ ես արժանի չեմ դրան, ես պարտական եմ նրան, ես նրանով եմ, նրանից եմ ու նրա համար եմ, ինչ որ ունեմ, նրանով է, նրանից է և նրա համար է, և մենք բոլորս այս կարգավիճակի մեջ ենք սիրելիս։ Միտքս ամփոփեմ, կապեք ձեր կյանքը Աստծո խոսքի հետ, սիրեք այս հացը, որպես վերջաբան մի համար էլ կարդամ Պողոս առաքյալի ուղերձից առաջի Կորինթացիներին 10-րդ գլխում 10-րդ գլուխ առաջի խոսքից առաքյալն ասում է ավելին եղբայրներ ես չեմ ուզում որ դուք անտեղյակ լինեք որ մեր հայրերը բոլորն էլ անպիտակ էին բոլորն էլ ծովով անցան եւ բոլորն էլ մկրտվեցին Մովսեսով ամպի մեջ եւ ծովի մեջ եւ բոլորն էլ կերան այդ նույն հոգեվոր կերակուրը եւ բոլորն էլ խմեցին այդ նույն հոգեվոր խմելիքը որովհետեւ խմում էին այն վեմից որ իրենց արջևից գնում էր եւ այդ վեմը Քրիստոսն էր Շարունակությունը չեմ ուզում կարդամ, որովհետև շարունակության մեջ ասում է, բայց նրանցից շատերին Աստված չհավանեց։ Պատճառը կերածը հավատքով չխառնվեց։ Երբ կերածը հավատքով չխառնվի, այն կթթվի ձեր վրա։ Տիրոջ խոսքը թթվել էր Իսրայելի որդկանց վրա։ Նրանք չէին կարող այն մարսեն, բայց այս բոլորի մեջ մեկ իրականություն կա, մի կարդա կարդալու համար, կարդա հետևելու համար, այսպես է ասում առաքյալը իր օրհնյալ աշակերտ Տիմոթեոսին, որին ուղված ուղերձի մեջ արդեն Տիմոթեոսը եպիսկոպոս է, Տիմոթեոսը առաքյալ է, Տիմոթեոսը ավետարանիչ է, Տիմոթեոսը եկեղեցիներ է հիմնում, հովիվներ է կարգում, բայց առաքյալը նրան գրում է, միտքդ դիր, որ կարդաս։ Եղիր անարատ, վարդապետության մեջ, վարքիդ մեջ, աստվածապաշտության մեջ, մաքրության մեջ, սրբության մեջ, հավատքի մեջ, անձդ այդ բոլորին նվիրիր, անմնացորդ, մի նվիրվեք աստվածաշնչին մասամբ, աստվածաշնչին նվիրվեք, անմնացորդ, նվիրվեք, այստեղ գաղտնիք կա, աշխարհը չգիտի, այստեղ հաց կա, աշխարհը չգիտի, այստեղ երջանկություն կա, աշխարհը չգիտի, գիտեք, իմ ամենանեղ օրերի մեջ, խնդրում եմ մի մտածեք, ես սա էլ եմ ասել, որոշներն էլ ինձ ասում են այդպես մի ասա, բայց էլի պիտի ասեմ։ Հաճախ ինձ ասում են, ձայնը տակ տեղից է գալիս, որովհետև Ամերիկայից ես եկել։ Ես ձեզ ասում եմ համարձակ։ Այսօր սեղանի շուրջ Մերուժան Մարգարյանն ասում էր, ոչ Ամերիկան է մի բան, ոչ այստեղ է մի բան։
գնալ գալն է ամենալավը։ Հիմա ես ձեզ ասում եմ, անեց կա այն մարդու համար, որի հույսը բացի Աստվածաշունչը, բացի Հիսուսը, մի ուրիշ բան է, անեց կա։ Այնտեղ իմ ապրած 16 տարիների մեջ ես վիճակների մեջ եմ եղել, որ ինձ թվացել է, թե ես սուզվել եմ, այլևս ելք չկա, այլևս այդ կեղտը, այդ ճահիճը, որի մեջ ընկղված եմ, հասել է քթիս, փակել է բոլոր շնչառական օրգաններս, բայց բավական է մի հատ գամ այս կենաց խոսքին, մի հատ հիշեմ նրա խոստումը եւ անմիջապես այդ բոլորը հոդս են ցնդում, այդ բոլորը վերանում են, որովհետեւ նա այդ ամեն իրավիճակի մեջ ասում է. ես քեզ հետ եմ, ես քեզ երբեք չեմ թողնի, ես քեզ երեսից չեմ ձգի, ուրեմն համարձակ լինենք ասելու, Տերը իմ օգնականս է, մարդը ինձ ինչ պիտի անի։ Մարդը ինձ ինչ պիտի անի, Տերը իմ օգնականս է։ Ամեն։ Եթե կան հավատքի մարդիկ, որոնք իրավիճակներից անցնելով սկսել են տարակուսել այս խոսքի վրա։ Ռենհարդ Բոնկեն մի բան էր ասում. կասկածիր քո կասկածներին, բայց չկասկածես Տիրոջ խոսքի վրա։ Այս խոսքի վրա մի կասկածիր։ Գիտեք, անգլերեն բառ կա, որ ասում է հասկացողություն բառը, անգլերենում ասում է understanding, հասկացողություն հայերեն։ Բայց անգլերենով այսպես է մեկնվում. տակը կանգնել, understanding, կանգնել, տակը։ Թող այս Աստվածաշունչը միշտ լինի քո գլխավերևում եւ դու կանգնիր նրա տակ եւ ամեն իրավիճակներից նա քեզ կանցկացնի։ Նա գիտի ելքը։ Ուրբաթ օրվա կոնֆերանսի մեջ սիրելիները ասում էին. կլսես հետևից ձայն, որը քեզ կասի, սա է ճանապարհը, այսպես գնա։ Հիմա էլ ես քեզ ասում եմ, Սուրբ Հոգու համոզմունքը գալիս է նրա խոսքից։ Հիմա աշխարհում շատ կան մարդիկ, որոնք ասում են, Աստվածաշունչը բացարձակ ճշմարտություն չէ։ Դա ասում են հովիվներ։ Դա ասում են մարդիկ, որոնք հազարների են առաջնորդում։ Ես չեմ խոսում աթեիստների մասին։ Ես չեմ խոսում այլակրոն դավանանքների ղեկավարների մասին։ Ես խոսում եմ քրիստոնյա մարդկանց մասին, որոնք ասում են, Աստվածաշունչը բացարձակ ճշմարտություն չէ։ Նրա մեջ շեղումներ կան, նրա մեջ բաներ կան, որ տարաձայն են, բաներ կան, որ իրար հակասում են։ Բայց ես ձեզ ասեմ, Աստվածաշունչը երեք եւ այսօր եւ հավիտյան մնայուն եւ ճշմարիտ եւ անփոփոխ խոսք է, որովհետեւ նրա հեղինակի անունը մեռյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոս է, օրհնվի նրա անունը։ Խնդրեմ կանգնենք ոտքի վրա, երաժիշտները թող գան բեմ։ Երկրպագեցինք, հիմա էլ փառաբանենք։ Թեպետ Արմեն եղբորս պես ես էլ եմ ասում, ինձ հաճախ ասում են, բա միայն երկրպագության երգեր ես դրել, բա փառաբանության երգերը որն են։ Երգերով չի երկրպագությունը, երգերով չի փառաբանությունը։ Այս բոլորը ամբողջական է մի ճշմարտության մեջ։ Երկրպագել նշանակում է խոնարհվել ու երկիրը բաքել, երկիրը համբյուրել։ Մեր բարձրանալու կերպը ցած իջնելն է։ Հովանեսն ասեց, ես պիտի ցած իջնեմ, նա պիտի վեր բարձրանա։ Ուզում ես ձգվես նրանից, ուզում ես գնաս նրա մոտ, մի բան արա, խոնարհվիր։ Հպարտանաս ընկնելը հեշտ է։ Հպարտությունը մի բարձրահարկ շենք է, որը հիմք չունի։ Հպարտությունը այդպես է, բարձր է, բայց հիմք չունի։ Լավ է ցածրահարկ լինել հիմքով, քան թե բարձրահարկ առանց հիմքի։
Սարսափելի բան է դա, սարսափելի վտանգ ունի։ Ուրեմն խոնարհվենք Աստծո հզոր բազուկի տակ եւ նա մեզ ճիշտ ժամանակին կբարձրացնի։ Ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ։ Ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա։ Ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Մարանաթա, Տերը կգա, Տերը կգա, նա որ խոստացել է կգա եւ չի ուշան։ Դու ասացիր, որ խոսքդ խոսք է եւ գալուստդ չի ուշանա։ Դու ասացիր, խաղաղություն ցես, փրկությունը չի ուշանա։ Գիտենք, որ առանց քեզ կյանք չկա, ոչ մի բաց ճանապարհ, ունայնություն, ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա, ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա, ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա։ Ալելույա։ Հավատում ենք Տերը գալիս է, վերջի մարտերն ենք մենք մաղում, հավատում ենք, որ խոսքդ խոսք է եւ գալուստդ չի ուշանում, հավատում ենք, որ հաղթել ենք վերջին այս մարտում, հավատում ենք, որ հաղթել ենք վերջին այս մարտում, ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա, ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա, ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա։ Ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա, ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա, ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա։ Ծափերով իրար հետ։ Ամեն, հալելույա։ Ալելույա։
մեզ Հիսուս։ Ալելույա Փառքես որ մեզ կյանքես պարգևել Ալելույա Փառքես որ մեզ կյանքես պարգևել Հիսուսն է կյանքը եւ ճանապարհը Էլ ուրիշ կյանք չկա աշխարհում Հիսուսի շնորհքով փրկություն ստացանք Դե եկեք փառաբանենք նրան Ալելույա Փառքես որ մեզ կյանքես պարգևել Ալելույա Հալելույա Փառքես որ մեզ կյանքես պարգևել Դու կյանքի աղբյուր, դու լույսի աղբյուր Դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս Դու կյանքի աղբյուր, դու լույսի աղբյուր Դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս Դու փառավոր ես, դու թագավոր ես Փառքես որ մեզ կյանքես պարգևել Դու փառավոր ես, դու թագավոր ես Փառքես որ մեզ կյանքես իրար հետ Ալելույա Հալելույա Փառքես որ մեզ կյանքես պարգևել Ալելույա Ալելույա Փառքես որ մեզ կյանքես պարգևել Փառքես որ մեզ կյանքես պարգևել Փառքես որ մեզ կյանքես պարգևել Փառքես որ մեզ կյանքես պարգևել